Ալբերտ Տուրը կատարում է ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Մոսկվա, Վորոնեժ, Երևան ուղղություններով։ Գործում են ճկուն զեղչեր։ Հեռախոս 8 926 650 1694։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Բարի երեկո բոլորին, շատ ուրախ ենք, որ այստեղ եք բոլորը, շատ ուրախ ենք, որ դիտում եք այս պայն վիտամին ակումբը, որտեղ ունենք հրաշալի հյուրեր, ուզեմ ներկայացնեմ ձեզ, ֆիլմի պրեմիերա է այսօր մեզ մոտ վիտամին ակումբում, բարձր ծափարեք, ֆիլմը կոչվում է Ելք չկա եւ ծափարեք անձնակազմին։ Ռեժիսոր Վահե Սայան, պրոդյուսեր դերասան ֆիլմի հեղինակ Կամո Ունանյան, դերասաններ Նարեկ Պետրոսյան, նաեւ սաունդթրեքի հեղինակ եւ Ժաննա Բութուլյան։ Կամոն նաև սպորտային կարատեի աշխարհի չեմպիոն է, չէ Կամո, դու մեզ մոտ շատ անգամ հյուր եղել ես եւ մենք գիտենք, որ դու հրաշալի սպորտսմեն ես, բայց որ ֆիլմի պրոդյուսեր եւ ֆիլմի մտքի հեղինակ, սա մեզ համար նոր է, պատմիր խնդրում եմ ֆիլմից, ինչպես դա եղավ։ Դե մի քանի տարի առաջ արդեն այդ միտքը կար, ուզում ենք զարգացնենք հայկական կինոն։ Ահա։ Ֆիլմից մի քանի բան ասեմ, ֆիլմը մեր այսօրվա առօրյայի մասին է, կյանքի մասին է, խնդիրների մասին է, որտեղ կա սեր, ընկերություն, դավաճանություն, թոշակի գներ, գազ, ֆիլմը, հա, էդ էլ կա, գազը կա, գազը չկա ավելի շուտ, ֆիլմը նկարվել է Հայաստանում, Վրաստանում, տենց երկիր կա, Վրաստան, հարևան երկիրն է, ու Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է։ Ահա։ Ֆիլմը այնպես է արված, որ մարդիկ նայելուց իշեն ինչ-որ էպիզոդներ իրենց կյանքից։ Այսինքն ֆանտաստիկ ինչ-որ բան ֆիլմում չկա։ Այսինքն ինչպես է արվում, որ մարդիկ հիշեն ինչ-որ բան իրենց կյանքից։ Ամեն, ասենք, 5-րդ րոպեին մեկ այդում ասում է հիշեք, մի բան հիշեք։ Ոնց է հնարավոր։ Չէ, Գար ջան, տես բան չկա, ուղղակի հիշել եք։ Չէ, այնքան ռեալ է, որ կյանքից վերցրած բաներ է, այսինքն ֆիլմում նաև ուսուցողական ինչ-որ բաներ էլ կան։ Շատ լավ, երբ է պրեմիերան։ Պրեմիերան փետրվարի 14-ին է, նաև նշեմ, որ մարտի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում է լինելու պրեմիերան եւ հետո մի շարք երկրներում։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն, ծափարում ենք Կամոին։ Խոսենք Ժաննայի հետ։ Ժաննա ջան, արի խոսենք քո կերպարից։ Ով է քո կերպարը ֆիլմում։ Ում ես դու մարմնավորել։ Շատ փոքրիկ էպիզոդիկ դեր եմ մարմնավորել։ Ահա։ Երկար չեմ աշխատել դեռ այս խմբի հետ։ Ինչպես։ Նկարահանող խմբի հետ իմ հարազատ խումբներ։ Ահ, խնդրել էիր։ Չէ։ Խնդրել էին։ Իսկ ոչ մեկը ոչ մյուսը։ Ինչ դերեր։ Կամոյի հերոսի ընկերոջ կինը։ Հերոսի ընկերոջ կինը։ Հերոսի ընկերոջ կինը։ Շատ կոֆե էր դնում բան, Կամոն եկել էր ձեր տուն կոֆե էր դնում բան էր անում։ Մեր Կամոն է եկել, տենց։ Հա, մոտավորապես։ Մոտավորապես այդպես բան։ Շատ լավ, շատ լավ։ Նարեկի հետ եկեք խոսենք, շնորհակալություն Ժաննա։ Սաունդթրեքի մասին։ Բարև, Նարեկ ջան։ Սաունդթրեքի մասին ասեմ, որ հիմնականում իհարկե ֆիլմը կրիմինալ դրամա է, երգնել ստացվել է մոտավորապես տենց բան, առանց դրամայի,
Տենց ռեփ հա դե իհարկե ռեփ ժանրում ստացվել է, տեսալովակնել ենք նկարահանել, լավ բան է ստացվել, շուտով կտեսնեմ բոլորը։ Ֆիլմում ունես էպիզոդիկ նաև դեր։ Հա, ֆիլմում խաղում եմ, չի ասի տենց շատ էպիզոդիկ է, իմ կերպարը գլխավոր դերասանի է ընկերն։ Քո կիննաժանն։ Չէ։ Ուրիշ ընկեր է։ Ուրիշ ընկեր։ Հա։ Ինքը կին չունի։ Ինքը չէ ոնց որ չուներ, չէ։ Չէ, չունի։ Շատ լավ, հասկացա։ Մի խոսքով բավականին պրոֆեսիոնալ եք մոտեցել ֆիլմին ամեն ասպեկտներով, հասկացա տարբեր երկրներում եք նկարահանումներ արել, սաունդտրեքին եք լուրջ մոտեցել, եւ դերասանները լավ դերասաններ։ Մենք ցանկանում ենք, որ այս ֆիլմը հաջողության հասնի, որտեվ եթե տարիներ ունեք այս միտքը, ինքը պետք է որ հաջողության հասնի, որտեվ երազանքի պես բան ա եղել երևի, որ այդքան պայել եք այդ միտքը իրականացել։ Ծափարենք տաղանդավոր մարդկանց։ Շնորհակալություն ձեր գործունեության համար։ Այո, ուզում եմ մի փոքր նվեր ձեզ տալ։ Ինչու փոքր չգիտեմ, բայց լավ։ Շնորհակալություն։ Ահա։ Սա ֆիլմից երևի նկար։ Ֆիլմի պոստերն է։ Իսկ ինքը ինչա։ Հա, ինչ-որ հենակ։ Պաստավիչկա։ Հա, ոսկե ջրած, բայց ներսից։ Սևով ոսկե ջրած, հասկացա, շատ լավ։ Շնորհակալություն, ծափարում ենք եւ շնորհակալություն ձեզ նվերի համար։ Հաջորդ մեր հյուրերին եմ ուզում ներկայացնել Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ստոմատոլոգիական կրթության եւ գիտության ասոցիացիայի նախագահ, Հայաստանի գլխավոր ատամնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Լազար Կարլենի Եսայան։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Այսքանը կարդալուց արդեն բուժվում եմ, այսպես ասեմ։ Շատ։ Եվ ներկայացնեմ մեր մյուս հյուրին, ստոմատոլոգիական կրթության եւ գիտության ասոցիացիայի նախագահի տեղակալ Լևոն Խառատյան։ Բարի երեկո ձեզ։ Հրաշալի հյուրեր ունենք այստեղ, մենք ձեր ասպարեզից մարդիկ դեռ չենք ունեցել մեզ մոտ։ Հյուր, խնդրում պատմեք։ Երևի թե դա ձեր սխալն էր իհարկե։ Դա մեր սխալն էլ եղել եւ դա մենք մեր ատամների վրա զգացել ենք միշտ։ Այո, խնդրում պատմեք ասոցիացիայի գործունեությունից։ Մենք պատկերացնում ենք ստոմատոլոգներին գիտենք, ինչով եք զբաղվում, բայց ասոցիացիան կոնկրետ ինչ է անում։ Ստոմատոլոգիական կրթություն ասոցիացիան դա բժշկական համալսարանի կից ասոցիացիա է եւ այն հիմնականում զբաղվում է գիտական աշխատանքների քննարկմամբ։ Այն բոլոր աշխատանքների ստոմատոլոգիան, որ գնում են պաշտպանության, քննարկվում են մեր ասոցիացիայում եւ բացի դրանից ասոցիացիայում քննարկվում եւ մշակվում են շատ նախագծեր, որոնք վերաբերվում են ստոմատոլոգիայի բնագավառում։ Կարծում եմ կարևոր աշխատանքի կատարում ասոցիացիայում եւ վարչության անդամները բոլորը գիտության տեխնատներ, դոցենտներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ամբիոնի վարիչներ, կլինիկայի ղեկավարներ, այսինքն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս ոլորտի համար։ Իսկ ինչպես է ընտրվում ասոցիացիայի նախագահը։ Ընտրություններով։ Այո, յուրաքանչյուր 2 տարի մեկ հրավիրում է ասոցիացիայի, այսպես ասած, կոնֆերանս, որտեղ ընտրում է վարչության անդամները եւ վարչության անդամներից ընտրվում է ասոցիացիայի նախագահը։ Շատ լավ։ Իսկ ձեր մոտ 2 տարին մեկ է մի խոսքով, ինչպես հասկացա։ Իսկ ընտրություններից առաջ ինչպես է լինում։ Դուք օրինակ աշխատակիցների սենյակները ասֆալտապատում եք։ Չէ, չենք ասֆալտապատում, ուղղակի։ Այդ քարոզ արշավ։ Մենք ավելի շատ բան ենք անում։ Ավելի կարևոր։ Ինչպես դուք նշեցիք, ոսկեպատ այդ պաստավիչկայի փոխարեն մենք ոսկեպատ բոր մեքենաներ ենք նվիրում։ Օգնում եմ մի խոսքով։ Իհարկե։ Մի խոսքով։ Շատ լավ, բայց այդպես քարոզ արշավ թե փոքրիկ բաներ լինում, հա, ինչ որ ամեն կաբինետում ելույթներ բան։ Հերթովոցով սենյակներ։ Իսկ արդեն բոլորը ճանաչում են մեկը մյուսին եւ ընդդիմությունը քյավտարներն են, ատամ չունեն, գալիս են ատամ։ Քյավտարները պիտի լինեն։ Իհարկե պետք չէ ատամովները։ Մեր մոտ այդքան թեժ չի պայքարը։ Ասենք որ քյավտար բառը իհարկե ընդունելի չի մեր բայց եթե չլինեն քյավտարները, ձեր գործը չի աճի։ Չէ, ընդհանրապես կախված է քյավտարներից։ Մեր ավակ մեր այդ ընդունեք։ Շատ լավ, շատ ուրախ ենք։ Գիտեմ որ փետրվարի 9-ին ստոմատոլոգների օրն է, համաշխարհային։ Ճիշտ է։ Այո։ Ինչպես Աստուն շատ բան գիտեք։ Բավականին բան գիտեմ, իհարկե։ Ուզում եմ իմանալ ինչ որ նշելու եք այդ օրը, դա ձեզ համար կարևոր օր է։ Իսկ թվում է միասին ենք նշելու։ Այո։ Կարծում եմ։ Դե մենք կհրավիրենք ձեզ, մենք միասին դա կնշենք։ Այո, եթե հրավիրում եք մեծ հաճիկով։ Փետրվարի 9-ին
Բնականաբար մենք նշելու ենք ստոմատոլոգների միջազգային օրը եւ օգտվելով առիթից ուզեմ շնորհավորել իմ գոլեգաներին։ Մենք ենք շնորհավորում բոլոր ստոմատոլոգներին։ Ցանկանա նրանց բնականաբար առաջնահերթ առողջություն, լինեն միշտ բարձունքների վրա, պահեն բժշկի, այսպես ասած, պատիվը եւ ամենակարևորը ունենան առողջ պացիենտներ։ Բայց առողջ պացիենտներ լինում են։ Իհարկե լինում են։ Խոսքը հոգեպես առողջ պացիենտների մասին է։ Չէ, դուք կարող եք հոգեպես առողջ պացիենտներ ունենալ, ձեր գործը ուրիշ է, բայց օրինակ հոգեբուժանում որ գնում ենք, այնտեղ լինում է որ առողջ ատամներով, բայց ոչ առողջ պացիենտներ են գալիս։ Լինում են, դրա համար մենք տարբերվում ենք հոգեբուժարաններից։ Լավ, այսպես մի քանի հարց, որ ինձ միշտ հետաքրքրել է։ Օրինակ, չգիտեմ, վարսավիրները, ես տեսել եմ, որ վարսավիրները, հիմա կհասկանաք ինչու եմ այս օրինակը բերում, վարսավիրները օրինակ իրենց մազերը կարողանում են կտրել, երբ որ երկարում են մազերը, հայլու մեջ իրենք իրենց մազերը կտրում են։ Օրինակ ինձ հետաքրքրում է ատամնաբուժերը կարողանում են հայլու մեջ իրենց մազերը կտրել։ Ատամնաբուժները հայելու մեջ իրենց մազերը բնականաբար շատ ավելի լավ են կտրում, քան վարսավիրները։ Չէ, ինչպես հասկացա ամեն ինչ տանում նրան, որ պետքա բոլորս լինենք ատամնաբուժ։ Ստոմատոլոգ։ Ստոմատոլոգ։ Դուք ասեք, բայց տարբերություն կա։ Իհարկե կա։ Որն է տարբերությունը։ Տարբերությունը ատամնաբուժը դա շատ սահմանափակ, այսպես ասած, մասնագիտական ունակությունների տեր մասնագետներն են, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, իսկ ստոմատոլոգները դրանք բարձրագույն կրթության։ Ստոմատոլոգները ռուսախոսական։ Չէ, ստոմատոլոգը մեր թարգմանիչները, մեր լեզվաբանները թարգմանել են որպես բերանաբան, իհարկե ես դա այդքան ես նրանք կրկին անգամ ես ծիծաղեցրեցին, շնորհակալություն։ Այդքան էլ չեմ ընդունում, դրա համար շատ ավելի ընդունում եմ միջազգային ստոմատոլոգ բառը։ Այո, մենք էլ համաձայն ենք ձեզ հետ։ Այդ պատմությունը որ չգիտեինք դրա համար, հիմա որ իմացանք, շատ ինձիմ են թարգմանել, մենք համաձայն չենք։ Գլխավոր բերանաբան չէ, հնչում, ճիշտ ասած։ Ատամ հատիկից կարող ենք խոսել ձեր հետ։ Իհարկե։ Այդ ճիշտ բան է ատամ հատիկը։ Շատ։ Այդ օրը ուրախանում են բոլորը եւ Դուք ինչ եք քաշել։ Վերջապես կուշտ փորով հատիկ են ուտում։ Դուք ինչ եք քաշել։ Այդ օրը առաջին ատամը այդ օրն եք քաշել։ Այդ օրը ես ինչ եմ քաշել, իմ հիշելով ներարկիչ։ Իմ հիշելով ինձ։ Չէ, դուք կարող եք լավ չհիշեք, իրոք, եթե ձեզ Չէ, ես էլ եմ հիշում։ Չէ, որ ես եմ քաշել այդ ներարկիչը։ Շատ լավ, շնորհակալություն, շատ հաճելի հյուրեր եք, շնորհակալություն ձեզ։ Ծափարում ենք։ Անցնենք առաջ, եկեք դիմավորենք մուլտիվիտամիններին, վաչե եւ արմու։ Բարի երեկո վիտամին ակում, բարի երեկո բոլորին։ Ավելի։ Ես արմուշն ենք բեմը արդակում, այո, եւ ուզում ենք ցույց տալ մուլտիվիտամիններ մենք։ Առաջինը։ Առաջին մուլտիվիտամինը ատամնաբուժի մոտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ ջան, տատիկիս ատամը ճեղքվել է։ Կարանք բանանենք այդ պլում։ Հա, բա իհարկե, ուր է տատիկ, ասեք գա։ Տատիկը տունն է, ատամը քաշը բերել եմ, հեսա։ Հա, բեր Հաջորդ իրավիճակը մոդելը ատամնաբուժի մոտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստեք, հա, նստեք։ Ճիշտ ասած ատամս ցավում է մոտ։ Բանը, բացիկ ջիբիոնը։ Լավ։ Մի քիչ ավելի լեն կարակ։ Այս ոնց որ բան արած է, հա։ Հա, էլի խնդրում եմ մենակ զգուշ կլինեք, նոր եմ էլի լեցրի պրոշներս բոտեքս անգար։ Լավ, էսա զգուշ Ճղեք էլի։ Այդպես պստես հետևի ատամնես։ Ինչ անեմ։
Պետք է զանգենք վուլկանիզացիա, էլի։ Հաջորդ իրավիճակը դեպք ընտանիքում։ Աղջի տրթատով է, հլը շուտ ասա։ Տրթատնով է, հլը շուտ ասա տրթատով աղջի։ Ես ոչ մի տրթատի շուտ ասա։ Ես տրթատի չեմ ճանաչում։ Չընկերս ավազուն դառնել միլիոնատերից տրթատով է։ Հա, թակավոր է։ Թակավոր է, աղջերը, թակավոր է։ Շարունակում ենք հաջորդ իրավիճակը, պատկերացրեք հարբեցող ամուսինը։ Կնիկ դուրը բաց, կնիկ դուրը բաց, աղջի բաց դուրը, դեղկալա բաց դուրը բաց։ Առավոտ շուտ էլի լակ էլ ես, գնա գործի, դավայ, Եվս մեկ մուլտիվիտամին ուրեն պատկերացրեք ժողով հեռավոր գյուղերի գյուղապետարանում։ Հարգելի համագյուղացիներ, մեր գյուղում պարզվել է, որ գալուբոյ կա։ Չեմ կարում ես բացացեմ, թե որքան նրվենացած ենք մենք գյուղապետը և ամբողջ գյուղապետարանը։ Մենք պետք է գալուբոյին վտարենք։ Խոսքը տալիս է մեր զարհուրելի գյուղապետին, գյուղապետը, մեր ծոպորը, գյուղապետը, 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 մեր գյուղապետը։ Գյուղապետ ջան, ասա քո խոսքը։ Հարգելի համագյուղացիներ, մեր գյուղին պետք տղաներ։ Շնորհակալություն մուլտիներն այսքան է, ձեզ հետ էր Վաչեն և Արմուշը։ Շնորհակալություն տղաներին, մենք շարունակում ենք եւ այժմ իրական նկարներով բեմ ենք հրավիրում Գորին։ Բարի երեկո բոլորին։ Ինչպես գիտեք, մեր հեռուստադիտողները մեզ ուղարկում են իրական զվարճալի նկարներ, այս անգամ նույնպես ուղարկել են, բոլորին շնորհակալություն ուղարկողներին, եկեք դիտենք միասին եւ ուրախանանք։ Եվ այսօր առաջինը վաճառվում է խոսող խամյակ, ինչ ասում է կրկնում է։ Հաջորդը տեսնենք, մի հապաղիր բամբակիր։ Միակ դեպքը, որ ճիշտ է այս սլոգանը, երևի, որ քթիցը տարուն գա, մի հապաղիր բամբակիր։ Հաջորդը տեսնենք, 2007 թիվ գնդակ վիճակ։ Գնդակ վիճակը որն է, ասենք, եթե 93 թիվ լիներ, կլիներ ծակված գնդակ վիճակ։ Կամ ասենք, դորջարի գնդակ վիճակը որն է, գագոձյա, մեր դորջարը ընկելա ձեր բաղ չեն կարանք անենք։ Հաջորդը։ Ուշադրություն այլևս չեն աշխատում 23-ով և 29-ով սկսվող քաղաքային հեռախոսահամարները, մանրամասն տեղեկությունների համար զանգարել 23, 85, ինչ-որ թիվ։ Հաջորդը տեսնենք, կանացի տղամարդու սափրում։ Հաջորդը, իրավաբանական ծառայություն վերևը, ուժ, տանիքում, ասեն, որ ռուսներ ասում են կռիշ ունես, եթե օգտվես կռիշ կունենաս, էլի։ Հաջորդը, պահանջում է խորոված անող և մսավաճառ կամ լազյան ինչ-որ հասեում գտնվող գործող տարածքը տրվում է վարձով։ Շատ տարբեր բաներ են։ Հետ նույնը ոնց որ հայտարարություն տաս, պահանջում է մատուցողուի, ցանկալի է 2 սենյականոց, բանտաժները նոր լինեն։ Հաջորդը, չկեղտոտել աղբամանը։ Սենց են անում, էլի, որ ես ինչ այլի աղբամանը կեղտոտել են, հանում են զիբիլը լցնում են փողոցները։ Հաջորդը տեսնենք։ Դուք շատ մեծ կարծիք ունեք ձեր մասին, զուգարանակոնքին մոտ կանգնեք։ Ինձ թվում է, զուգարանակոնքին մոտ կանգնելու համար փոքր կարծիք պետք է ունենաս։ Հաջորդը։ Վաճառվում է գոջի տարբեր հասակի։ Երևի հասակը կապ ունի, եթե հասակը համի հետ կապ ունի, ինձ թվում է բնավորությունն է կապ ունի, օրինակ համեստ գոջին ավելի համով է, օրինակ, չգիտեմ, հաջորդը տեսնենք։ Սպայդերմեն։ Հաջորդը։ Օղի դամբուլի 60 ձիաուժ։
Այս օղին չես խմում, լցնում ես ջորի, դառնում է BMW, ասենք։ Հաջորդը։ Սա տարական դասանի համար խնդիրներ են, ուշադրություն։ Սոսը գազանանոցում 3 ուխտի էր գժվացնում։ Ուխտերից յուրաքանչյուրը 3 անգամ թքեց սոսի վրա։ Ուխտերը քանի անգամ թքեցին սոսի վրա։ Սա իրականում գրքի մեջ կա։ Հաջորդը։ Ավագ եղբայրը 2 կոնֆետ ունի, իսկ փոքրիկը 12 կոնֆետ։ Ավագը փոքրից քանի կոնֆետ պիտի խլի, որպեսզի եղբայրների մեջ հավասարություն լինի, եւ շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարտախիտ ծառը բարձրացան։ Ծառը 18 ճյուղ ուներ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել։ Ծառի գագաթին քանի տատիկ էր թառել։ Հաջորդը։ Հարգելի աշխատակիցներ, սրանք Պահակ Բաբկենի ձվերն են, ձեռք չտալ։ Հաջորդը։ Կլարնետից դուդուկչիներ ցանկացած առիթի համար կլկլցնենք հավեսով։ Դուդուկ եւ ուշադրություն կլարնետը ոնց են պատկերացնում իրանք։ Եվ հեռախոսը համար պիպիտ սերոպ։ Այսը պիպիտ սերոպը կարար սենց հայտարարություն տար։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, որ ուղարկել էին նկարները։ Եթե դուք էլ ունեք, ուղարկեք նկարներ, կդիտենք միասին։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Շարունակում ենք դիմավորեք challenge։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, մենք միշտ ինչ-որ բանի սպասում ենք։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ սպասում են տարբեր բաների։ Սպասում եմ iPhone 5-ը դուրս գա առնեմ։ iPhone 5-ը դուրս է գալիս, լավ է սպասեմ մի անգամից 5S-ը կառնեմ։ Գարնանը սպասում ենք երբ է ամառը գալու, ամռանը սպասում ենք երբ է աշունը գալու, աշունը սպասում ենք երբ է ձմեռը գալու։ Ձմռանը բոլորով սպասում ենք ինչքան է հոսանքի ու գազի վարձ գալու։ Ոչ մի կոնֆլիկտ տեղում չի լուծվում։ Երկու հոգի իրար հետ վիճում են, չեն կարողանում հարցը տեղում լուծել։ Սպասից տեղ էսա գալիս եմ, գնում է գալիս է, մյուսն արդեն ասում, դե որ տենց է սպասի էսա ես եմ գալիս։ Տաքսիից իջնելուց վճարում ենք ու սպասում ենք, որ վարորդը մաները տա, վարորդը սպասում է, որ մաները չտա։ Հաղթում են, ով որ ավելի ուժեղ է սպասում։ Ինչքան եք լսել նման արտահայտություններ, սպասում եմ քերիս Ռուսաստանից զանգի, սպասում եմ հոպարս Ամերիկայից զանգի, չգիտեմ, սպասում եմ մորքուրս Ֆրանսիայից զանգի։ Լավ, սպասում ես, իսկ ֆրանսերեն պարապում ես։ Չէ, մորքուրս հայերեն հասկանում է։ Okay։ Գնում է Ֆրանսիա, սպասում է որ թղթերը լինի, միջև թղթերը լինի, մտնում է սուպերմարկետ, սպասում է որ մարդ չլինի, բանա վերցնում, հետո սպասում է որ դեպորտ անեն, դեպորտ են անում, գալիս է Հայաստան, նստում է տունը ու սպասում է որ մյուս մորքուրը Ռուսաստանից զանգի։ Մենք շատ ենք սիրում սպասել, դրա համար շատ ենք սիրում խաշ, որտեվ խաշը աշխարհում ամենաերկար էփող ուտեստն է։ Դնում ենք կրակին ու սպասում ենք, սպասելու ընթացքում բլոտ ենք խաղում, բլոտ խաղալուց սպասում ենք երբ է 4 տուղթ գալու, 4 տուղթը գալիս է սպասում ենք մեկը մի բան խոսա, որ քուանշ տանք։ Մենք միշտ սպասում ենք ընտրությունները անցնեն, որ տենանք ինչ է լինելու, ընտրությունները անցնում են, հենց հաջորդ օրվանից սպասում ենք մյուս ընտրությունների։ Նկատել եք, որ Հայաստանում ցանկացած համեր կամ ներկայացում սկսում է մի 20-30 րոպե ուշ։ Ողջ անձնակազմը կուլիսների ետևում կանգնած սպասում է երբ են մարդիկ հավաքվելու, դահլիճը լցվի, որ սկսեն։ Ինչու օրինակ պետք է Անուշ օպերան ուշ սկսի։ Ինչու պետք է Անուշը, Սարոն, Մոսին ու մնացած այլ կերպարները սպասեն, ինչա թե Արմինե անունով մի հատ աղջիկ տանը մազերն ափենում ու մեյքափ անում առավոտյան 11-ից։ Դու գնում ես Անուշ օպերա, ոչ թե Անուշի հարսանիքին։
ու հաստատ Անուշը իրան ցած նետելուց առաջ աչքը չի գցելու 9-րդ շարք, ասի մամա ջան, ես ինչ մայի կապա, ես կգժվեմ, ես կմեռնեմ։ Չկա նման բան։ Եվ հակառակ ծայրահեղությունները տեղեր, որտեղ պետք է սպասել, մենք չենք սպասում։ Օրինակ ինքնաթիռում վայրեջ կատարելուց հենց ակները կպնում են գետին, մի անգամից մարդիկ վեր են կենում, սկսում են իրերը հավաքել։ Եթե օդաչուն հայա, հուսով եմ նման կերպ չի վարվում։ Ստյուարդեսան ասում են, նստեք, ինքնաթիռը դեռ ընթացքի մեջ է, ոչ մեկի վեճը չի։ Ես միշտ աշխատում եմ վերջինը դուրս գալ ինքնաթիռից, անցնում եմ անձնագրային կետը ու տեսնում եմ այն մարդիկ, ովքեր նոր իրանց կոտորում էին առաջինը ինքնաթիռից դուրս գալու համար, հանգիստ կանգնած սպասում են իրենց ուղեբեռին։ Որովհետև ուղեբեռ տեղափոխողները չեն ընտրում ճամպրուկներ, էս հայ է, էս իտալացին թող սպասես, գերմանացին իրար, հա։ Հայերը շտապում են, իրանց արագ տվեք թող գնան։ Իրոք, հերթերի մեջ չենք սիրում սպասել, օրինակ բանկում, ես ուղղակի մի հատ բան եմ հարցնում գնամ, կամ սուպերմարկետում, իմը քիչ է, էլի ես վճարեմ գնամ։ Իմը տեղել են նման դեպք, կարծում եմ դահլիճում կլինեն մարդիկ, ում հետ նման դեպքեր եղել են։ Ես սուպերմարկետում առևտուր եմ, մի քանի բան էի գնել ու կանգնած էի դրամարկղի մոտ։ Երբ որ հասնում էր իմ հերթը, եկավ մի տղա, ասեց աղբերս կներս էլի իմը մի հատ կոնյակա կլինի, ես արագ վճարեմ գնամ, ասի հա իհարկե, բայց երբ որ տեսա կոնյակը հասկացա, որ պիտի երկար սպասեմ, որովհետև Լուի 13-րդ կոնյակը արժի 1.5 միլիոն դրամ։ Սկզբում ինքը հաշվեց գումարը 100,000 անասնորով, հետո աշխատողը հաշվեց, հետո հերթով նայեց, որ հանգարց կեղծ չլինի, հետո մի հատ էլ հաշվեց։ Հետո այստեղ են ասեց, իսկ կարող ենք ուրիշ տոպրակի մեջ դնել, ունեք, գիտեք ինչ ասեց աշխատողը, ունենք, բայց վճարովի է։ Ոնց կարելի է տոպրակի գնով վախացնել մի մարդու, որը հենց նոր 1.5 դրամ տվեց կոնյակի համար։ Բնական է նա վճարեց նաև տոպրակի համար, վերցրեց մաները զարմացած նայելով կոպեկներին եւ մտածելով ինչ կլոր փայլում բաներ ու գնաց։ Մոտեցա ես, դնելով իմ շատ ապրանքները, բրինձ, մարգարին ու զուգարանի թուղթ, 750 դրամ, աշխատողը բնականաբար ճանաչեց, բա կարող ենք մի հատ նկարվել իրար հետ, ասի ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք միասին դուրս գանք, այն տղայի հետ նկարվենք։ Շնորհակալություն, Չարենց, հատուկ ձեզ համար։ Շնորհակալություն Չարենցին, հաջորդ համարը պատկերացրեք, տատիկը իր նոր ընկերոջը բերել է, որպեսզի ծանոթացնի թոռնիկի հետ։ Դիմավորեք Bonnie&s։ Թոռնիկ, այ թոռնիկ։ Թորնիկ Ինչ էլ է տատի, էլի տելևիզորի պուլտը վերցի ալիքները խառնել ես, 100 անգամ ասեցի ալը մեն փակվել է տատի։ Էդ չեմ ասում, նստի կարևոր բան ունեմ ասելու, արի նստի։ Ինչ արդեն տունի մանունով ես կտակում։ Չէ, էդ չեմ ասում։ Ոնց չէ, իմ մանունով չես կտակում, ես քեզ 80 տարի պահեմ մեծացնեմ, որ իմ մանունով չկտակես։ Վայ, էդի հանգիստ կլի։ Տատիկիդ մեջ ինչ-որ բան փոխվել է։ Սերիալը տա պրծ է տատի։ Չէ, ես կասեի սերիալը սկսվել։ Դրամա, տրագիկոմեդիա, տատիկդ ուրախության մեջ է, որովհետև ես ընկեր ունեմ ու մենք շուտով ամուսնանալու ենք։ Տատի, որ դու դեղերը խմում ես, հաստատ քոնն ես խմում, կարող է իմն ես խմում։ Չէ, այդ տղա իմ դեղերն եմ խմում, ասում եմ ես ընկեր ունեմ ու մենք շուտ ամուսնանալու ենք։ Ոնց դու լուրջ ես խոսում։ Ահա։ Ուրեմն դու այսքան ժամանակ ընկեր ուներ, տատի։ Ահա։ Ես էլ ասում եմ, որ ասում ես, ես վաղը մյուս օր գնալու եմ։ Փաստորեն նկատի ուներ գնալու ես մարտի։ Ահա։ Կոմոց հարմանալի չի, որ ես մեծ կնիկ եմ ու Skype-ով ցածր եմ խոսում։ Փաստորեն իր հետ խոսում։ Բա կոմոց հարցի, որ ես շարֆ կցե վզիս։
Դե մտածում եք կոկորտը տա ցավում։ Չէ, այդ գազանս պաչեց, վիզս կծեց, սենց թաքցրեցի, որ չտեն ասելի, թորնիկ ջան, պաստորը դու արդեն իմացար իմ boyfriend-ի մասին։ Boyfriend չի, boyfriend-ա։ Մի խոսքով, ես իրան հեսա կանչում եմ, ավթանդիլ կամ… Ձագուկս, աղջի օգնի չեմ կարում հելեմ Աստի, ծանոթացի ուզողը սա, ուզող ջան ծանոթացի չուզողը սա։ Արմեն։ Տղա ջան, ոնց որ հասկացար, ես եկել եմ ձեր տուն, որ խնդրեմ քո տատիկի դողացող ձեռքը։ Պապի ջան, նախ առաջին իմ համար այս ամեն ինչը շատ ծիծաղալու է։ Հետո ավելի զարմանալի է, թե ես քո սիրած աղջկա համար զույգ ծաղիկ բերել։ Չէ, էսի ձակուկիս համար չի։ Էսի պրոստը իմացա, որ ձեր շենքի լիֆտը չի աշխատում, ասի կարող 13 հարկ չձգեմ, դնեմ վրաս։ Ես ձակուկի համար… Երևի կատակ եք անում դուք։ Ձակուկի համար փափուկ արցուկ եմ բերել։ Ոյ փոքրիկս։ Որին սխում ես խոսում։ Երևի ասում I love you։ Սխմի։ Ներգլխի ծամպակաս կյան ջան։ Մերսի, ճուտես։ Լավ, արդեն ինձ հետաքրքրում է, դուք ոնց եք ծանոթացել։ Facebook-ը իրանը արեց։ Ուրեմն գազելի մեջ նստած գնում ենք երթուղայինի, մի հատ գյադա Facebook-ով բզբզում ասենց էլ չի դիմացավ ներվես, ասի ես ինչ սերունդ ա մեծանում, այս Facebook-ը քանդեց այս սերունդին, ու այդ մտքի հետ տատդ համաձայնեց ճիշտ է ասում, ու այդտենց Facebook-ը մեզ կապեց։ Շատ հետաքրքիր է։ Ու տենց սկսվեց մեր love story-ն, հա։ Դրանից հետո, մենք միշտ իրար հետ ենք ու հանդիպում ենք։ Լավ։ Պապի ջան, հələ լսի, ես ոնց հասկացա դուք լուրջ եք տրամադրված ու մեծ հարց ունեմ, իմ տատին շատ կամակոր տատի է, դու պատրաստ ես այդ ամեն ինչին։ Ես Կազանովայի ջատակովն եմ, ջահել ջան, դու տենց մին այ ինձ։ Ես սրտեր գերող եմ եղել ջահել վաղ։ Ես ամեն առավոտ տատուտ ասկոֆե պասել կտանեմ։ Բա իհարկե։ Լավ, պապի ջան, բալավ, ես աշխատում եմ տատիկիս պահում եմ, բա դու ոնց ես պահելու տատիկիս։ Այս աշկը ստենում ես։ Հա։ Բայց ինքը քեզ չի տենում։ Այս ականջս լսում ես, այս մեկը չի լսում։ Այս ոտս ամիսներ կա, բավշե չի աշխատում։ Հա, այս ձեռս էլ լիքը խնդիրներ ունեմ։ Աբա ես էլ եմ ասում, որ այդքան խնդրեմ ունես, տատիկիս ոնց ես պահելու։ Բա գիտես, այսքանի համար ինչքան թոշակ են տալիս։ Համել մեր գործ են սպասում Ստավրապոլից, այս հարսանիքից հետո կասեն, էլի։ Հարսանիք։ Դուք որոշել եք հարսանիք անեք։ Իհարկե, թորնիկ ջան, մենք որոշել ենք հարսանիք անենք։ Այս տարիքը նշանվենք, եթե ձգենք, մյուս տարի կամուսնանանք։ Չէ։ Լավ, ես ուզում եմ իմանալ ոնց եք պատկերացրել այդ հարսանիքը։ Հարսանիքը լրիվ պատկերացրել ենք ջահելական որ լինի, sense կալոնաներով, բանով, դες տարիքում ամենադժվարը հարսանիքի մեջ ազատ բաշի ճարելն է, որ մոտիկ մարդը։ Դրա համար կլինի զբաղված բաշի։ Կալոնաներով կգնանք, պսակադրությունը պսակներով, բանով, ինչ եմ ասում, պսակներով կարող է ձակուլես երջանկությունից սիրտը թուլանա, միանգամից պսակները պատրաստ լինի։ Քահանաներ կասի դե թայդաշս տերես։ Կասեմ տերեմ, թայդաշս հնազանդ եմ։ Հնազանդ եմ, թայդաշ ջան, հնազանդ եմ։ Հնազանդ եմ, մինչև մահը չբաժանի մեզ, շուտով։ Հա։ Այդենց, որոշել ենք այդենց անենք, հարսանիքն է մի քիչ ռեստորանում ջահելական 6-ից 8-ը DJ-ը կնվագի, լավ կպարենք բան, 10-ից հետո, 8-ից 10-ից հետո, որ արդեն ջահելները գնան, մենք մեծերը հայկականի տակ կտժանք։ Երևի հաջորդ օրն էլ մեղրամիս։ Չէ, հաջորդ օրը լրիվ ավանդական։ Կարմիր խնձորի ճիր։ Ինչ ասեմ։ Զանգա գալի քեզ, չես լսում, բայց զանգա գալի քեզ։ Ալո։ Սիմոնա։ Լուրջ ես ասում։ Հա, ինչ է կյանքս։ Զակուլես շաբաթ չեն կարող ամուսնանանք։ Խի չեն կարող ամուսնանանք։ Տատս մահացել է։ Ամեն օր մի բան էլ նեմ է։ Հարասուկը կասի։ Շնորհակալություն տղաներին, կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։
Ուշադրություն փոքր եւ միջին ընկերություններին Fastnet-ն առաջարկում է հատուկ կորպորատիվ փաթեթներ ինտերնետի եւ միջազգային հեռախոսակապի համար 547320 Միացեք Fastnet ինտերնետին եւ ապահովեք ձեր ընկերության անխափան on-line աշխատանքը։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Շնորհակալություն, անցնում ենք առաջ, հաջորդ համարը պատկերացրեք շատ հարուստ մարդ ուզում է իր երեխայի ատամհատիկը անի եւ դիմում է ատամհատիկ կազմակերպողին։ Դիմավորեք Վաչե Եվգոր։ Բարոձես պարոն Սահարաջյան։ Բարև ապջան, ես ասել է չէ, որ իմ երեխու ատամհատիկը պիտի կոնկրետ կազմակերպվի։ Իմ երեխու ատամհատիկը իմ համար այնպես կարևոր, ոնց որ ասենք կնգաս ատամհատիկը, այդ ձև։ Ջոգի։ Մենք էլ ենք կարևորում ձեր երեխայի ատամհատիկը, դրա համար պարոն Սահարաջյան ամեն ինչ պատրաստել են, կարող եք ինքներդ ստուգել։ Ամեն ինչ կա դրված սեղանին։ Երեսի զիբիլանոցը։ Չհասկացես ինչ երկաթից տետր է։ Սա երկաթից տետր չի, սա նոթբուք է։ Բա ինչի մարես նոթբուքը։ Նոթբուքը, որ երեխան ընտրի, գուցե ապագայում ծրագրավորող դառնա։ Այն եթերի մեջ որ ժամերը գրում են։ Մենք չենք ձգտում հայտնի դառնանք, ցավը տանը մեր մոտ են պահը չէ, էլի որ չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կատ։ Вообще այդ պահը չէ, էլի ախպերս։ Չէ, ճիշտ ասած դուք սխալ։ Բայց ինչ մկրատա։ Այս մկրատը դե Վարշավի պահով էլի։ Որ Վարշավի կդրի երեխես։ Չէ, որ Վարշավի դառնա։ Ոնց Վարշավի դառնա։ Որ իմ երեխան Վարշավի դառնա։ Արի ես իմ երեխու համար այնպես բաների եմ պատրաստ, որ Ալեգրովան գլուխը պատին է տվել։ Այնպես որ ուրիշ ախպեր։ Նայեք, ինչ ենք մենք նաև պատրաստել։ Էս ինչ է։ Էս ինչ քրչոտ նաուշնիկներ է։ Սա նաուշնիկ չի, սա ֆանենտասկոպ է։ Սիրտ լսելու համար, որ ապագայում գուցե բժիշկ դառնա երեխան։ Մենք այնպես բմբուլով հնդիկ ենք, Այնպես կարող է գիտես փափախով բուրդ ենք չփխում։ Այքես բաներ, այս ինչ է, ընկեր ջան։ Բայց ինչ պլաստմասից սասսկի է։ Չէ, սա պլաստմասից սասսկի չէ, սա միկրոֆոն է, խոսափող, որ հաղորդավար գուցե դառնա տղան։ Հաղորդավար։ Ոնց է ես ծնե մեծսրես սարքել եմ 6 ամսական, որ դառնա հաղորդավար։ Մետ կողքն է հարունոս պաշկա փող դիր, որ գոնե մի բան գոնե կարենա ապրի, հաղորդավարը ոնց կապրի։ Լավ։ Վատ կյանք չի հաղորդավարի կյանքը ասեմ։ Հաստատ։ Կդնենք, լավ։ Լավ, լես ինչ ախպեր, էլ բան անենք, ապեր, բայց այդ փողը հանի։ Այդ փողը վսյոտակի հանի չեմ ուզում, էլի մի անգամից այտենց հղպան է, էլի փոքր վաղթվանից, հենա մեծիս այտենց երես տվինք, հեմի դեմը առնել չի լում, այտենց երես տվինք։ Մեծը քանի տարեկան է։ 2 տարեկան է։ Դեմը առնել չի լում, ապեր, հենա տատը տարել էր այդ բան թատրոն մանկական, այդ մաշայի միձվեծիցան։ Էլ դանակով այդ միձվեծիցային ծակել էր ախպեր։ Մի կեր փախցրինք, որ քաղմասը չբռնի։ Ուջեք ասում, բա որտեղ եք տարել երեխան։ Disneyland։ Disneyland-ը մի խեղճ երեխես սարը ոնց եմ դե։ Բանը շատը սիրում եմ, գիտես, չէ, պապուս անունն եմ դրե, պապս մեռավ ասելով իմ անուն է գտնեք, իմ անուն է գտնեք, Թիկլատ պալասար պապս։ Թիկլատ պալասար։ Ես էլ արասիլը Թիկլատ պալասարը ինչ անուն է, որ դնեմ երեխու վրա։ Ստիպված պապուս անունը փոխի, որ երեխու անունը դնեմ Արսեն։ Պարզ է։ Մենք նաև այստեղ լանցետ ենք դրել, միգուցե իրաբույժ դառնա։ Երեք գիժես դու երեխու դեմը ով է դնեմ լանցետ։ Բա որ ցես ձեռը անսամբ տանի տա սեղանես ճաղի։ Բա որ տա քերձի սեղանես, բա որ ցենց անսամբ ձեռը տանի խփի պատերը ջերթի լանցետով։ Բա ով է երեխու դեմը լանցետ դնում, սեղանը գիտես ինչ թանկ սեղանը։ Էսի գիտես որտեղից եմ առել։ Որտեղից եք առել։ Արգավանդը գիտես։ Արգավանդը սենց ուղիղ գնում ես։ Հետո ես ձախ ես անում, հետո ես թեթև աջ ես անում, հետո ես թեթև թռնում ես վերև, հետո ես թեթև թռնում ես հարավ։ Դուբայ, ապե։ Լավ։
Լանցետը կանենք, ինչպես դուք եք ուզում, այդ ուշադրություն դարձեք, հաստատ ձեր դուրը կգա այս երկու։ Այս ինչ է։ Բենզին ու պեսոկ։ Հասկացաք։ Դու չես ժոգում, որ ես արդեն քաշած է։ Չես ժոգում։ Մենք մեր ընկերների հետ չենք ուզում պրոբլեմ ունենալ։ Լավ, բենզինը պեսոկը կանենք, քանի որ այսքան նշանակություն եք տալել ատամատիկին տալիս, ինձ հետաքրքիր դուք ինչ եք քաշել ձեր ատամատիկի։ Միգուցե դա դնենք ձեզ քաշի։ Ես ինչ էի բաներ է քաշեի, մենին։ Արա մեծ կլոր բաներ է։ Կլոր բաներ, չէ, լսպասի զանգեմ մաման կիմանար է, ինչ կլոր բան։ Մամանյա ինչ եմ ես քաշի ատամատիկիս։ Հա, ճիշտ է հիշում եմ էլի ախպեր, կլոր բան։ Լավ, պարոն Սարազյան, կլոր բան ասացիք, հիշեցի մենք նաև այստեղ դրել ենք ջայլամի ձու, շատ խերով ջայլամի ձու է, որ երեխան քաշում է դառնում է հարուստ ֆերմեր։ Բա այն մյուս ձուն ուր է։ Ինչ ձու։ Երկրորդը։ Ճիշտ ասած, չգիտեմ ջայլամի երկրորդ ձուն որտեղ է, բայց ինձ թվում է մի հատ է հերիք է, որ երեխան ձեռը գցի։ Ո ձեր բդի գցի։ Ձեր բդի գցի երեխես։ Երբե շուտ ասա, սպասիլը զանգեմ են օլային թու դոշորը վեկալիգ է։ Պարոն Սարազյան, դա նկատի չունեի, ոչ միտեղ պետք չի զանգել, ավելավ ասեք, դուք ինչ եք ուզում, որ ձեր երեխան դառնա։ Ալա եմ որ ես խոսում է, այդ դրանցից։ Ալա եմ որ ես քեֆդ բերում է։ Թամադա։ Չէ, եմ որ ես որ բստերում է, եմ որ ես մի մասը գոհեն մենք է չենք ժոգում։ Խելացի։ Հա, խելացի։ Բայց խելացին մասնագիտություն չի, ուրիշ մասնագիտություններ չգիտեք, ասեք։ Ուրիշ մասնագիտություն բան գիտեմ, ուստա, բան, ստրիպտիզոր շա գիտեմ, հարութիկ եմ, որ էթում բերում ասում եմ, հարութիկը գիտեմ, բանը, կնիկ կա մի հատ, մեկ է բան, հա, այն որ արա լգնա մենյուն բեր արա, էդի գիտեմ, մեկ էլ դրա մյուսը, արա հլը մենյուն գնա բեր աղջի։ Ատուցող։ Լավ, ես դրանցից որն եք ուզում, որ ձեր երեխան դառնա։ Չէ, ոչ մեկը ոնց էր, իմ երեխեն պդի իմ նման լնի, որ մենք զգում եմ, որ իմ քթից թեռած է, էլի եմ այդ լավ աստացված կասում է, պտուկը ծառից հեռու չին գնում։ Այդ մոմենտն է էլի մեր մոտ։ Միգուցե ուզում եք, որ բնությանը մոտիկ լինի։ Հա, բնությանը մոտիկ, արվեստավոր եմ ուզում դառնա, էլի ավելի այտենց այդ ձևի մեջ, էլի ոնց որ սենքը ես բայց մի բան գիտեմ, որ ես ամեն օր ծնկած աղաչում եմ, որ նա դառնա պիտանի մարդ եւ արժանի հետևորդ լինի իմ գահին։ Նա օրինակ չդառնա Լուի 13 հզոր թագավորից հետո Լուի 14, որ պոսլի մինյախոյց պատոպ ասելով կործանման էր տանում Ֆրանսիայի թագավորությունը, տենց չլինի։ Բրավո, բավականին խելացի բաներ եք ասում։ Հա, իմ ես մի կեսս խելացի է, ես մի կեսս է դեբիլ։ Ու գիտես չէ ինչի հասել եմ, այս դեբիլ կեսի շնորհիվ եմ հասել։ Ցավալի է, բայց այո։ Ափսոս։ Այս խելացի կեսս, տենց է դեբիլ ոչի բանի չասեն։ Լավ, քանի այդ խելացի կեսը աշխատում է միգուցե լավ բան։ Հեսա ճիշտ ես ասում, խելացի կեսս հեսա մի հատ բան է ինձ ուշում, որ երեխաս թող դառնա բդեշխ։ Այսինքն։ Դե որ ով գա վրեն բդեշխ։ Չէ։ Կներեք, բայց պետք է որ ձեր երեխան դառնա տենց վայրենի աննասուն մեկը։ Ոնց։ Այս երեխուս ես կպնում գժվել ես դու։ Այս երեխուս պամպերսը կքամեմ գլխի տարա, այս ինչ ես անում արա։ Ինչ եք ասում, նորմալ կազմակերպել եմ, ոնց ուզում եք տենց կլինի։ Ոչը մնենց արա, որ քաշին ես բան ու դառնա իմ նման, լրիվ իմ նման։ Որ դառնա ձեր նման։ Հա։ Արժի որ սեղանին թրիկ դնենք։ Արա գժվել ես, արիս տեսը ոտերը կլկադրեմ արա։ Շնորհակալություն այսօր այսքանը կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։